Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտի ռազմավարական զարգացումները, հատուկ ուշադրություն է դարձվել նոր ատոմակայանի էներգաբլոկի կառուցման առաջարկներին, դրանց տեխնիկական, ֆինանսական ու անվտանգային ասպեկտներին։ Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են տարբեր գործընկերների ու միջազգային կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության տարբերակները, ֆինանսավորման մոդելների, տեխնոլոգիական լուծումների եւ ժամկետների վերաբերյալ։ Իսկ այսօր արդեն ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է սեպտեմբերի 25-ին վարչապետը Մոսկվայում մասնակցելու է համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին։ Սրանից առաջ հիշեցնեմ, օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը երկու երկրների առաջնորդները ստորագրել են փոխըմբռնման հուշագրեր։ Դրանցից մեկը վերաբերում է հենց էներգետիկ ոլորտին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը արտահայտելով փոխադարձ հետաքրքրություն Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու առնչությամբ Հայաստանի էներգետիկ բազմազանեցման, անվտանգության, դիմակայունության եւ Հայաստանի էներգետիկ ոլորտի արդիականացմանը նպաստելու նպատակով հաստատելով քաղաքացիական ոլորտում ատոմային հարցերով համագործակցությունը ընդլայնելու ընդհանուր ցանկությունը, ընդունելով մասնակիցների աշխատանքների փոխլրացնող բնույթը եւ նրանց միջև ռազմավարական առավել սերտ համագործակցության օգուտները հասել են հետեւյալ փոխըմբռնմանը։ Սույն փոխըմբռնման հուշագրի նպատակն է փոխգործակցել Հայաստանի էներգետիկ համակարգի դիմակայունության բարելավման ուղղությամբ, այդ թվում Հայաստանի էներգետիկ ոլորտի կարգավորումները եւ շուկայի ստանդարտները միջազգային լավագույն գործելակերպերին համապատասխանեցնելու միջոցով եւ Հայաստանի ցածր ածխածնային, մրցունակ ու միջազգայինորեն ինտեգրված էներգետիկ տնտեսության անցմանը նպաստելու ուղղությամբ։ Մասնակիցները նպատակ ունեն արձագանքելու Հայաստանի էներգետիկ ոլորտի առաջնահերթություններին, այդ թվում մասնավոր հատվածի ներդրումները խրախուսելով, քաղաքացիական ոլորտում ատոմային էներգիայի հարցերով համագործակցությունը ընդլայնելով, էներգետիկ խիստ կարևոր օբյեկտների պաշտպանությունը մեծացնելով եւ խիստ կարևոր եւ սոցիալական ենթակառուցվածքների էներգետիկ դիմակայունությունը եւ անկախությունը ամրապնդելով, տարածաշրջանային համագործակցությունը եւ միջսահմանային էներգետիկ առևտրի հնարավորությունները խթանելով, Հայաստանի էներգետիկ ոլորտի աշխատուժի հմտությունների զարգացմանը եւ կարողությունների զարգացմանը աջակցելով։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները նպատակ ունեն փոխգործակցելու մի շարք ոլորտներում, այդ թվում հետեւյալ, սակայն չսահմանափակվելով դրանցով։ Քաղաքացիական ոլորտում ատոմային էներգիայի հարցերով համագործակցություն, այդ թվում փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներ, ներդրումների խթանում, Հայաստանի խիստ կարևոր էներգետիկ ենթակառուցվածքը հզորացնելու համար, այդ թվում վերականգնվող էներգիայի աղբյուրների համար, էներգակուտակիչ մարտկոցային կայանների զարգացման հարցում եւ ներդրումների խթանում, Հայաստանի էլեկտրահաղորդման ու բաշխման ցանցերը արդիականացնելու համար, Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքի կիբերանվտանգության մեծացում, այդ թվում տեխնիկական օժանդակության միջոցով։ Եվ այժմ զրուցելու եմ էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանի հետ։ Ողջույն, պարոն Ավետիսյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերանը։ Պարոն Ավետիսյան, ես ինչպես ներկայացրեցի, նախորդին վարչապետը խորհրդակցություն էր անցկացնում, էներգետիկ հարցեր էին քննարկվում, առաջարկություններ ներկայացվում եւ այլն, այնուհետեւ հիշատակեցի, որ վարչապետ Փաշինյանը գտնվում է Մոսկվայում, էներգետիկ համաշխարհային համաժողովի է մասնակցում եւ դրանից առաջ իհարկե ինչը նաեւ շատ կարեւոր է, օգոստոսի 8-ը պետք է հիշենք, որտեղ Վաշինգտոնում Հայաստանն ու Միացյալ Նահանգները փոխըմբռնման հուշագրեր ստորագրեցին, որոնցից մեկը եւ առանցքայիններից մեկը վերաբերում է հենց էներգետիկ ոլորտին, քաղաքացիական ատոմի շահագործմանը եւ այլն, հա, ու Միացյալ Նահանգները ինչպիսի ներդրումներ կարող են ունենալ, կարողությունների զարգացում, անվտանգություն, հազար ու մի հարց։ Վարչապետի օրինակ այցը Մոսկվա եւ սպասվող համաժողովին մասնակցությունը որոշակիորեն էլի շփոթ է առաջացնում Հայաստանի ընտրությունների, նախապատվությունների կամ ուղղությունների մասով։ Ես ուզում եմ հիշեցնել, որ
վարչապետը նաև նշում էր, որ ամերիկյան ատոմակայանի նախապատվություն են տալու, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարը նշում էր, որ որոշում չկա, դեռ տարեվերջին կլինի, նաև արտգործնախարարությունում, որքան մենք գիտենք, փակ քննարկումներ էին տեղի ունենում, հետո մայիսին, եթե չեմ սխալվում, ամերիկյան ընկերություն էր այցելել Հայաստան այդ հարցով, ի վերջո ինչ է կատարվում Հայաստանի, այսպես ասենք, ընդհանուր վերցրած էներգետիկ դրա ամենաառանցքային բաղադրիչներից մեկի ատոմակայանի շուրջ, ապագա ատոմակայանի շուրջ։ Նու գաղտնիք չի, որ Հայաստանը պետք է արդեն որոշում կայացնի նոր ատոմակայանի կամ նոր ռեակտորի կառուցման հետ կապված, եթե ինձ հարցնեն, կարծիքով արդեն որոշակի ուշացել ենք, բայց այնուամենայնիվ դա չի նշանակում, որ այդ որոշումը պետք է չլինի, օր առաջ պետք է լինի։ Թե ինչ ատոմակայան, ես միշտ խուսափել եմ որպես մասնագետ դիտարկել այն տրամաբանությամբ, թե ում որպետության հետ պետք է համագործակցել կամ հակառակը որպետության հետ պետք չի համագործակցել։ Իհարկե շատ լավ հասկանալով քաղաքական մնացած ենթատեքստերը, բայց այնուամենայնիվ մեզ առաջ որպեսզի հնարավոր այս կայման քաղաքական որոշումը իրականացնել, թողնելով դրա արդարացած կամ չարդարացած լինելու հանգամանքը քաղաքագետներին եւ քաղաքական գործիչներին։ Այնուամենայնիվ այս կամ այն որոշումը պետք է նաեւ մասնագիտական հիմնավորվածություն, տեխնիկական հիմնավորվածություն պետք է ունենա։ Ամբողջությամբ եւ դրան գումարած նաեւ գալով միգուցե դուք այդ հարցն տակ բանի տեսանկյունից, հզորության տեսանկյունից Հայաստանի ինչ հզորությամբ ատոմական պետք է կառուցել, պետք է հասկանա թե ինչ է Հայաստանի Հանրապետությունը երկարաժամկետ, կարճ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում ինչ տնտեսություն է կառուցելու։ Կարծես թե պաշտոնական հայտարարություններում, պաշտոնական փաստաթղթերում բավականին էներգետար տնտեսության մասին ենք խոսում, որ ավելի պարզ լեզվով ասած նոր ինդուստրիալիզացիայի տրամաբանության մեջ, որին թողանամետ չհնչի, որի մասին 21 թվականից ես ինքս եմ խոսում, որ Հայաստանը միայն այն պարագայում կարող է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ, ինչպես սոցիալական, այնպես էլ ինչու՞ չէ քաղաքական տարածաշրջանային տրամաբանության մեջ, այդ պարագայում բնականաբար մեծ հզորություններ են պետք։ Ես հայ-ամերիկյանի մասով որպեսզի շփոթ չառաջացնի մեր հասարակության մեր լսողների մոտ, հայ-ամերիկանում այո կա էներգետիկ ոլորտի հետ համագործակցության թոշակում, այդ թվում այլ կետերի 4 կետ կա էներգետիկի մասով, այդ թվում մոդուլայինի, բայց դա ոչինչ չի նշանակում մինչև այն պահը, մինչև Հայաստանը եւ ցանկացած պետություն, որ ուզում է միանա կամ իր տարածքում որևէ ձև ներգրավի խաղաղ միջուկային տեխնոլոգիան ԱՄՆ-ի կողմից պետք է միանա, որի մասին էլի շատ ենք խոսել, 23 կամ 1-2-3 բանաձևի։ Իմ ունեցած տեղեկություններով Հայաստանը դեռևս չի միացել ու ոչ այդքան իրանից կախված հանգամանքներով պայմանավորված։ Հետևաբար, եթե մենք ուղղակի զրուցելու տրամաբանության մեջ հնարավորություններ կան, բայց գործնական, կիրառական, ինչպես ես սկզբում ասացի, արդեն որոշում կայացնելը շատ հրատապ է իմ կարծիքով, այդ պարագայում մենք պետք է հաշվի առնենք ներկա առկա իրավիճակը եւ նաեւ թե ինչ միջնաժամկետ եւ երկարաժամկետ տեսանկյունից ինչ տնտեսություն են կառուցելու։ Այդ տրամաբանությամբ միգուցե ավելի հեշտ լինի որոշում կայացնել, քան գնալ այն տրամաբանությամբ քաղաքական, աշխարհակաղակական, այս կամ այն շահերի հակադրման, բախման եւ այլն, դրանից պետք է դուրս մնալ։ Իսկ ըստ ձեզ ինչն է պատճառը, որ մինչև այս պահը այդ որոշումը չկա։ Տարբեր կարող լինեն վարկածները, վարկածներից մեկը միգուցե Հայաստանը դեռ չի պատկերացնում այդ իմացած երկարաժամկետ հեռանկարում ինչ տնտեսություն է կառուցելու, որտեղ ակնհայտ է, որ կարելի է դասել, որ կա շփոթ արևային էներգիայի զարգացման, հսկայական զարգացման պայմանավորված հաճախ շփոթվում են դրվածքային հզորությունը իրական հզորության, այսինքն այն ծավալների, որը կարող արևային էներգետիկան տա։ Հաճախ հիմա հայտարարվում է, որ դրվածքային հզորությունը իրական դրվածքային չի ասում, ուղղակի հզորություն է ասում, ատոմային գեներացիայի, ատոմային կայանից ավելի հզոր է, բայց դա ընդհանրապես էներգետիկայում դրվածքային հզորությունը դա ոչինչ է, ավելի կարևոր է թե ինչ արտադրողականության մասին է։ Իսկ անգամ հիմա երկու անգամ ավել պայմանական դրվածքային հզորության արևային կայանները չեն համադրելի չեն անգամ հիմա արևային կայանի հետ։ Ցերեկվա ժամերին իհարկե երբեմն արևային կայանները խանգարում են ատոմակայանին եւ ոչ միայն, բայց մեծ հաշվով միջին օրեկան, միջին ամսեկան եւ առհասարակ էներգետիկական եւ տեխնիկական եւ մնացած տեսանկյունից դա բավարար չի։ Դա պատճառներից մեկը եւ երկրորդը միգուցե կիսաքաղաքական տրամաբանությամբ միգուցե հակվածությունը, որը որ կա, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ընկալում այնպեսին է, որ ցանկությունները եւ հնարավորությունները իրար չեն համընկնում, այսինքն մենք
ուզում ենք X մոդելը կամ X տրամաբանությամբ ենք ուզում, բայց այդ X մոդելն ու X տրամաբանությունը այն ամենասկզբում, որ ասացի, տեխնիկապես, տնտեսապես, էներգետիկ իմաստով հիմնավորված չի, հետևաբար կարա այդ քաղաքական որոշումը բերի նրան, որ դա հնարավոր չլինի իրականացնել կամ շատ դժվար լինի, որը Հայաստանին կարող կանգնեցնի ատոմէներգետիկայից խաղաղ ատոմից զրկվելու առջև, որը որ անթույլատրելի է, դա ամեն բոլոր տեսանկյունից ես շատ եմ դրա մասին ասել, դա ազգային անվտանգության մեծ սպառնալիք կլինի, եթե Հայաստանը զրկվի անգամ մեկ օր խաղաղ ատոմից, ատոմային գեներացիայից։ Շատ լավ, դա ասելով քիչ մասնագիտական պարզաբանում, հա, դա ասելով ինչ նկատի ունեք, այսինքն ատոմից զրկվել այսպես պատկերավոր ասած մոդուլային ատոմականները մեզ զրկելու են։ Տեսեք, մոդուլայինները մեզ չեն զրկելու, եթե կառուցվեն, ստեղ ամբողջ խնդիրը կկառուցվեն թե ոչ։ Այսինքն մոդուլայինի մասով ձեզ հետ զրուցելուց եմ առիթներ ունեցել, որ գլխավոր անհանգստությունը այլ անհանգստություններից շարքին, դա իրանց անհայտությունն այսպես ասած, այսինքն չկա կոնկրետ որևէ տեղ կառուցված, չկա լիցենզավորված նախագիծ, եթե խոսում ենք ԱՄՆ-ի տարբերակի պարագայում, այսինքն որևէ մեկը մասնագետին, միգուցե քաղաքական դաշտում երկու քաղաքական գործիչները երկու կողմի կարող են իրար հետ բանակցել եւ փոխանցում ունենալ, բայց մասնագիտական տրամաբանության մեջ չկա մասնագետներին, հայ մասնագետներին որևէ մեկը չի կարողացել համոզի, որ մոդուլային ռեակտորը Հայաստանում կգործի, օրինակ, կամ մոդուլային ատոմականը 2036 թվականից կգործի։ Այս պահին չկա այդ, իսկ եթե մենք այդպես շարունակենք ժամանակ մերով ինչի աշխատում, իսկ եթե գնում ենք ավանդական ատոմականների տրամաբանության մեջ, որը որ արդարացված կլինի, եթե Հայաստանը իմացած կառուցում է ինդուստրիալ կամ էներգատար տնտեսություն։ Այդ պարագայում արդեն ժամանակը էլի սեղմում է մեզ ու պետք է օր առաջելի որոշում կայացնել, որովհետև դրա ժամկետն ոչ պակաս 10 տարի է տևում, լավագույն դեպքում, իրականում 12 տարի է տևի, նորից պետք է գողնի։ Պարոն Ավետիսյան, իսկ եւ մոդուլայինի եւ ավանդական ատոմականի անվտանգային կշիռը նույնն է։ Տեսեք, ավանդականի անվտանգության իմաստով մենք բոլոր պատասխանները գրեթե ունենք, ինչու եմ ասում, որտեղ բավական արդեն տեսեք Ռուսաստանում նշվում է, որ ասում եք վարչապետը մասնակցում է ռուսական ատոմային էներգետիկայի 80-ամյակի նվիրված միջոցառմանն է ըստ էության այդ միջազգային ֆորումը, այսինքն 80 տարի առնվազն մենք ունենք պատասխան բոլոր եւ ունեցել ենք ցավոք սրտի մեծ Չերնոբիլի վթարը եւ Ֆուկուսիմայի վթարը, այսինքն ոչ միայն դրական ելքերի մասին ունենք պատասխաններ կամ իր ընթացքի մասին, այլև բացասական ընթացքի մասին ունենք որոշակի պատկերացումներ։ Հետևաբար իսկ մոդուլայինի իմաստով որևէ պատկերացում, որը դրական ոչ բացասական չունենք, ունենք ընդհանրապես գեղեցիկ, դա մենակ ԱՄՆ-ի տարբերակին չի վերաբերում։ Ռուսաստանի կամ Չինաստանի, իհարկե Ռուսաստանը ու Չինաստանը մի փոքր շահեկան վիճակում են մոդուլայինի իմաստով Չինաստանի ներողություն ԱՄՆ-ից, որտեղ Ռուսաստանը ունի լողացող մեկ մոդուլային կայան, խաղաղ նպատակներով օգտագործող, Չինաստանը մեկ ցամաքային ունի, բայց այնուամենայնիվ դեռևս այդ ստրեսային վիճակները ռուսական ու չինականը չեն անցել, առավելս ԱՄՆ-ն, որը որ կառուցած չունի, շահագործող չունի։ Հետևաբար մի բան կա, որը որ հայտնի է ու աներկբա է, ավանդական կայաններում ավելի փոքր տոկոսայնությամբ է հագեցվում ուրանը, շատ չբարձրացնելով ավելի բարձ փորձելով ձևակերպել, քան փոքր մոդուլային, որտեղ փոքր ծավալում մենք պետք է ստանանք այն գրեթե համադրել էլեկտրոէներգիան, ինչ որ մեծ ծավալում է, շատ բարձրացնում եմ հատուկ, որպեսզի բարձր ինչի նկատի ունեմ։ Հետևաբար իսկ դա ռիսկ է, այսինքն ստացվում է մոտ առապես ընդհանուր մինչև եթե տենց նախագծային տրամաբանությամբ նայենք 10-ից 20% հարստացված ուրանի մասին կարող խոսք գնալ փոքր մոդուլային ռեակտորներում, այն դեպքում երբ որ ավանդականում 3-ից 4-5% մտաղ բարձր տեխնոլոգիայից, այսինքն դա օրինակ ռիսկային հարց է։ Մնացած այլ տեսանկյունից թե շարավիղը, թե մնացածը, դրանք բոլորը նախագծային հայտարարությունների մակարդակում են, իսկ ես որ շեշտեցի 123-ի մասին, դա օբյեկտիվ անհրաժեշտություն է, որպեսզի մեր մասնագետները հացանելություն ունենան այդ նույն նախագծերի մանրամասն սպეციფიკացիային ինժեներական լեզվաբանությամբ ծանոթանան, պետք է այդ թույլտվությունը, այդ մուտքը կարող ունենան։ Ես իմ ունեցած տեղեկություններով էլի կրկնեմ, ցավոք սրտի Հայաստանը դեռևս չի միացել, որտեղ անկախ նրանից ԱՄՆ
տեխնոլոգիան այնուամենայնիվ այստեղ կներդրվի այլ տեխնոլոգիա, թե միգուցե մենք կօգտվենք Հունգարիայի եւ Եգիպտոսի դրական փորձից, որին ես ավելի կողմ եմ, այսինքն համադրելով բոլոր միջուկային հզոր պետությունների խաղաղ տեխնոլոգիաները իրենց տարածքում, այդ պարագայում 123-ը մեզ բոլոր իմաստերով միայն օգուտ կտա, եթե նույնիսկ մենք ամերիկյան տեխնոլոգիայից կօգտվենք էլ, որովհետեւ խոսքը միայն նոր ռեակտոր կառուցելու մասին չի, ընդհանրապես դա շարունակական համագործակցություն է, որը Հայաստանի միայն օգուտ կբերի։ Պարոն Ավետիսյան, մի հարցել էլի, տեսեք մեր ատոմականը, գործող ատոմականը շատ հաճախ մեր հարևանների կողմից նկատի ունեմ Ադրբեջան, Թուրքիա, տարբեր պատրվակներով դիտարկում է վտանգավոր, պարբերաբար տարբեր կառույցներում, խոսում են այդ ատոմականի դեմ, տասնամյակներով հանդես են գալիս դրա փակման անհրաժեշտության մասին խոսելով, իսկ այս մոդուլայինների դեպքում կամ Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածությունների մասով կամ առհասարակ քննարկումները, որ պետք է մեկնարկի Հայաստանը շուտով նոր ատոմակայան ունենալու աշխատանքները եւ այլն, առանձնապես այսպես ասենք դրա վերաբերյալ ընդգծված ընդվզում չենք տեսնում, հա, դրա համար էր ինչ շատ հետաքրքիր մոդուլայինի եւ ավանդականի տարբերությունները, անվտանգություն ասելով ես միայն զուտ նկատի չունեմ դրա տեխնիկական գործոնները, հա, այլ ավելի լայն իմաստով։ Տեսեք, թե Թուրքիան ու Ադրբեջանը ինչի չեն դեմ խոսում մոդուլայիններին, ես ինքս էլ այդ ռետորական հարցը տվել եմ որոշ առիթներով նաև հրապարակային, թողենք դա այդ հարցերի պատասխանները ես ունեմ, բայց հիմա չեմ ուզի դրա վրա շատ կենտրոնանալ, որտեղ դա շատ քաղաքական տրամաբանության մեջ է, քան մասնագիտական, իսկ թուրք-ադրբեջանական սա բոլորի համար էլ գաղտնիք չի, որ թուրք-ադրբեջանական վայնացումը դա ուղղակի մեծամորի մասով եւ առհասարակ եթե ժամանակին նույնականներից գլխավոր նպատակը մեծամորը փակելն էր, ապա հիմա գլխավոր նպատակը նոր հզոր կայան Հայաստանին թույլ չտալ կառուցելն է, որտեղ մենք զրուցելուց էլ հասկացանք, որ մեծ հզոր կայանը նշանակում է Հայաստանի հզոր տնտեսություն, այսինքն մեկը մյուսի հետ փոխկապակցած ու փոխկախված են, իսկ որ բարձր չէ, որ Թուրքիան ոչ Ադրբեջանին դա պետք չէ, այդտեղ որևէ էկոլոգիական, անվտանգային, որովհետեւ բան չկա, նման հարցի պարագայում դա կլինի մեր լրատվամիջոցների զրուցելից, փակ հանդիպումներ, բաց հանդիպումներ, դրսում փորձագիտական ինչ-որ շրջանակներում քննարկումների ժամանակ, ես ասում եմ այդ հարցի պատասխանը կարևոր չի հայ մասնագետները ինչ են ասում, կարևորը թե ինչ է ասել ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենը Երևանում եւ Մեծամորում գտնվելիս 2 տարի առաջ եթե չեմ սխալվում հրապարակային հայտարարելով, որ ինքը որպես ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն չի ափսոսում, որ այդքան տարիներ ի վեր ՄԱԳԱՏԵ-ն աջակցել է Հայաստանին Մեծամորի եւ վերագործարկման եւ ապա շահագործման ընթացքում եւ այդ տեսչական այցերը, որ պարբերաբար պարտադիր տեղ են մնում, միշտ հավաստում են Մեծամորի անվտանգ շահագործման մասին։ Դրանից լավ եւ հիմնավոր պատասխան որևէ մասնագետ կլինի հայ, կլինի այլ ազգի չի կարող տալ։ Նմանատիպ համանման հայտարարություն միգուցե այլ բառերով, բայց նույն անվանցով ինքը արել է Բաքվում մի քանի օր հետո, այդ իմացած այցից Հայաստանի այցից մի քանի օր հետո։ Հետևաբար, այսինքն ամենաբարձր մակարդակով, ինչպես սիրում են ասել, մենք ունենք այդ հավաստումը եւ մասնագետների եւ դրա պատասխանատու կառույցի ղեկավարի կողմից։ Մնացածը մնում է, որ մենք շահագործենք այնպես ինչպես արդեն շահագործում ենք 95 թվականից ի վեր Մեծամորը անվտանգ ապահովենք մինչև 36 թվականը, առնվազն մինչև 36 թվականը շահագործում է, զուգահեռ անպայման արագացնելով նոր կայանի կամ նոր ռեակտորի կառուցման, տեղակայման եւ մնացած հարցերը, որովհետեւ որոշումը իհարկե որ լինի, դա անհրաժեշտ մեծ ոչ բավարար պայման է։ Դրանից հետո սկսվելու է հսկայածավալ բարդ աշխատանք։ Եվ դուք նշեցիք, թե պայմանավորելու է, հա, ինչ տնտեսություն են կառուցում հետագայում, ինչ ատոմական ենք ունենալու կամ հակառակը, եւ նշեցիք, որ տպավորություն է, որ այսպես ասենք, հա, էներգահեն տնտեսություն ենք ուզում, դա ինչ է իրենից ենթադրում։ Պարոն Ավետիսյան։ Այդ տրամաբանության հադրվում է նոր մեծ էներգասպառում։ Այսինքն իսկ այդտեղ ոչ միայն պետք է մեծ քանակի էլեկտրաէներգիա, նաև որակյալ էլեկտրաէներգիա։ Այսինքն խոսքը գնում է համապատասխան նորմալ արումների մասին, հաճախականությունների մասին եւ այլն, եթե կենցաղային սպառման ժամանակ մի փոքր
ստատանումները մեծ խնդիր չեն, ապա նմանատիպ համակարգերի պարագայում դա լրջագույն խնդիրներ կարող առաջացնել։ Իսկ որակյալ Այդտեղի ոչ մասնագիտական նման տերմին չկա մասնագիտականության մեջ, ուղղակի ավելի հասարակության համար բարձրացնելու համար եմ ասում։ Էլեկտրաէներգիա մենք ավանդական կամ ջերմաէլեկտրականներում ենք կարողանում ստանալ, որովհետև այնտեղ ունենք մեխանիկական էներգիայի վերափոխում էլեկտրականի, այդ բնական պոտենցիալը, այսինքն էներգետիկայի հարական մեխանիկական էներգիայի օրենքն է գործում, կամ ատոմային կայան։ Բնականաբար այդ տրամաբանության մեջ այդ դա ընդհանրապես մի օրինակ է։ Մենք խոսում ենք տարածաշրջանային տարբեր ծրագրերին արդեն հայտնի եւ ոչ այդքան հայտնի նկատի ունեմ արդեն մեկնարկած այնպես էլ նոր հնարավոր մեկնարկող ծրագրերի միացման մասին։ Այդ բոլորը էլեկտրաէներգիայի արտադրության, սպառման եւ արտահանման մասին է։ Նույն ատոմակայանը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Դրա համար եմ ասում, բարդ աշխատանք է սպասում եւ բավականին դժվար։ Ենթակառուցվածքային բաղադրիչը պետք է հզորացվի կամ նորը կառուցվի։ Եթե խոսում ենք ինդուստրիալ էներգատար տնտեսության մասին, դա նշանակում է մեծ հզորություններ, մեծ թողունակությամբ ենթակառուցվածքներ եւ անխոնջ աշխատանք։ Եվ մի բան էլ, մեր հարևանները իհարկե գաղտնիք չէ, որ ունեն նաև էլեկտրական էներգիայի կարիք, նույն Վրաստան, Իրան, Ադրբեջան, Թուրքիա։ Հայաստանը այս ծավալի աշխատանքները իրականացնելուց հետո կարող է նաև այս երկրներին էլեկտրաէներգիա մատակարարել, վաճառել, գործակցել։ Այսինքն 4 երկրի, մենք 4 հարևան ունենք, 4-ի հետ ամեն մեկը յուրովի եւ յուրահատուկ ինչ-որ մոտեցումներ են պետք։ Իրանի մասով դա աշխատանքները ընթանում են շատ դանդաղ, բայց հուսանք, որ վերջապես երրորդ էլեկտրաղորդման գիծը կավարտվի, դա նշանակում է Հայաստանից Իրան երեք կրկնաեռապատկում ընդունք չէ էլեկտրաէներգիայի մատակարարում։ Ես խեմ միշտ շեշտում հատուկ Հայաստանից Իրան, որովհետեւ Իրան մնացած բոլոր 3 հարևանների պարագայում կարան հակառակ փոխոսքեր լինեն, իսկ Իրանի պարագայում 99% դեպքում եւ քաղաքական որոշման պայմանավորված Իրանի կառավարությունների եւ օբյեկտիվ հիմնավորման, որ իրենց ցուցային շրջանները էլեկտրաէներգիայի իսկական պահանջարկ ունեն, միշտ Հայաստանի դեպի Իրան է խոսքը գնում, եթե Հայաստանում վթարային խնդիրներ չկան։ Երբ որ ավարտվի, դա մոտ է, հուսով եմ վերջապես կավարտվի, շատ ձգվեց այնուամենայնիվ։ Ադրբեջանի պարագայում այս բան ես ինչքան էլ հրապարակվեն, ես մի բան խորհուրդ կտամ մեր բանակցողներին, եթե Հայաստանը Ադրբեջանի շնորհիվ կամ օգնությամբ դուրս է մնացել դեպի Եվրամիություն Global Gateway, այդ թվում մալուխային ծրագրից, որ Սևծովի հատակով նախատեսվում է էլեկտրաէներգիայի մալուխի ծրագիրը։ Եթե այս բանակցությունները խաղաղության եւ մնացածի իրոք արդյունավետ են եւ իրոք գործելու այդ համագործակցությունը, թող Ադրբեջանը այդ վետոն հանի եւ Հայաստանը կարողանա այդ զարգացումը ապահովել։ Թուրքիայի մասով քննարկումներ կան, Թուրքիան կարող ինչպես մեծ մատակարար, այնպես էլ մենք մատակարարենք, որովհետև իրավիճակը որոշակիորեն փոխվել է, Թուրքիան բավականին զարգացրել է, ճիշտ է, դեռ ատոմակայան չունի շահագործող, բայց բավականին էներգետիկան զարգացել է, նույն վիճակում չի, այսպես ասած, ինչ որ 2008 կամ 9 թվականներ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակաշրջանը։ Վրաստանի պարագայում եւս Վրաստանը սեզոնային խնդիրներ է ունենում, երբ որ Գանանային ժամանակ իրենց մոտ գաղտնիք չի, որ իրենց մոտ հիմնականում 80%-ը, շուրջ 80%-ը հեկերով է արտադրվում, երբ որ ջրային սեզոնն է ստացած, իրենք չունեն պակասորդ, բայց նման հիմիկվա ժամանակաշրջանում ունեն, այս տարի դրական է սալդոն ինչ որ շատ է լավ է, այսինքն մենք ավելի շատ ենք մատակարարել Վրաստանին, քան մեզ, բայց որպեսզի դա այսպես ասած արտադրական մեծ հզորությունների դա պետք է եւս նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցվի, այսինքն որ կարողանանք մեր մատակարարած էլեկտրաէներգիան չսահմանափակվի Վրաստանով, կարողանա գնալ կամ դեպի Ռուսաստան կամ իմ նշած դեպի Եվրամիության երկրներ, այդ ռամանչությամբ նոր էլեկտրահաղորդման գիծ է պետք կառուցել, որի նախագիծը անգամ չկա, որի մասին խոսում են դեռևս ես ուսանող էի, իսկ ես բավական ժամանակ առաջ եմ ավարտել համալսարանը, բայց նախագիծը դեռևս չկա, իսկ անց նախագծի շինարարություններ բնականաբար չկա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն հրավերի։ Զրուցակիցս էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանն էր։ Այժմի համար այսքանը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, շարունակեք հետևել Առաջին աշխատանքը։